Ծնողներն իրենց բալիկի հետ հաճախ էին գնացքով այցելում տատիկին։ Երբ բալիկը մեծացավ, սկսեց բողոքել, որ նա ինքնուրույն էլ կարող է այցելել տատիկին, ծնողները չցանկացան կոտրել երեխայի համարձակությունն ու համաձայնվեցին նրան մենակ ուղարկել։ Գնացքի դիմաց հայրը մոտեցավ եւ որդու ականջին շշնջաց. «Տղաս, եթե քեզ մենակ զգաս ու տխրես, հիշիր, որ գրպանումդ բան եմ դրել»։ Մի քանի րոպեից երեխան արդեն երթևեկում էր գնացքով, իսկ վագոնում աղմկում էին, հրում իրար, տեղից տեղ նստում եւ իրեր քարշ տալիս։ Նրան եւս նեղեցին, այս ու այն կողմ ուղարկեցին։ Գնացքի ուղեկցորդը մոտեցավ եւ անիմաստ նկատողություն արեց տղային, որից հետո մի քանիսն էլ նրան հանգիստ չէին տալիս, մերթ-ընդ-մերթ նեղում էին նրան։ Երեխան աստիճանաբար սկսեց տխրել ու վախենալ։ Իրեն միայնակ ու անօգնական զգաց։ Վաղից կուչ եկավ վագոնի մի անկյունում եւ դժվարությամբ կուլ տալով արցունքները հիշեց, որ հայրը ինչ-որ բան էր դրել գրպանում։ Դողացող թաթիկով հանեց այն։ Մի թուղթ էր, որի վրան գրված էր. «Տղաս, ես հարևան վագոնում եմ»։ Պատմությունը կոչվում է «Հայրը»։